Սենց։ Մայիսի 9-ը ինձ համար եղել եւ մնում է հաղթանակի օր։ Հաջորդ մեծ հաղթանակը մենք ունենալու ենք մեր ժողովրդի հետ հունիսի 7-ին։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դու ոնց ես։ Երեկվա հանրահավաքից հետո ավելի ուժեղ։ Պարոն Կարապետյան, երեք քարոզարշավի առաջին օրն էր եւ դուք ձեր առաջին հանրային ելույթ ունեցաք, ոգեշնչեցիք մեզ եւ հաղթական էներգիա տվեցիք։ Խնդրում եմ կասեք, դուք ինչ տպավորություններ ունեք երեկվանից։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Քանի որ դուք սյուրպրիզ եք պատրաստել, ես պատկերացում չունեի, որ տանից դուրս գալուց տան հայատում կտեսնեմ այդքան մարդ։ Ես մտածում էի, որ բոլորը ցանկապատի այն կողմում պետք է լինեն։ Եվ տանից հենց դուրս եկանք, անմիջապես ես հիշեցի 25 թվականի հունիսի 17-ը, երբ նույնպես, երբ տանից ես դուրս եկա, մարդիկ պայքարում էին ոստիկանության դեմ, ինձ չկալանավորելու համար։ Դրա համար ես մտքով տեղափոխվեցի այդ օրվան։ Մի բան նույնիսկ ինձ մոտ հուզմունք առաջացավ, որ ստացվում է մեր ժողովուրդը, մեր ընկերները 1 տարի շարունակ պայքարելով այս անիմաստ ռեժիմի դեմ, նույն էմոցիաներով, նույն համարձակությամբ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև մենք ունենանք մեծ հաղթանակ։ Եվ երեք նրանք ինձ ներշնչեցին, որ մենք պարտավոր ենք ազատագրել մեր երկիրը այս չարիքից։ Պարոն Կարապետյան, երեք Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսեց Սյունիքից եւ Սյունիքում հայտարարեց, որ Արցախյան շարժումը եղել է ճակատագրական սխալ մեզ համար եւ Արցախը երբևիցե մերը չի եղել։ Ինչ կասեք սրա մասին։ Ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Նա արդեն, ես ասել եմ, կորցրել է իրականությունը, կորցրել է հայ ժողովրդին, բայց ինձ շատ է անհանգստացնում, երբ Նիկոլ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ, քանի որ կա վտանգ, որ նույն խաղաղությունը, որը նա բերեց Արցախին, հանկարծ չբերի Սյունիքին։ Պարոն Կարապետյան, այսօր հաղթանակի օրն է, մայիսի 9-ն է, շնորհավորում եմ եւ ուզում եմ հարցնել, ինչ նշանակություն ունի ձեր համար այս օրը։ Մայիսի 9-ը ինձ համար եղել եւ մնում է հաղթանակի օր։ Դա սկսած մեր պապերից, վերջացրած հաջորդ սերունդների հաղթանակի օրն է։ Դրա համար ես ուզում եմ բոլոր մեր հայ ժողովրդին շնորհավորել այս հաղթանակի օրվա կապակցությամբ։ Հաջորդ մեծ հաղթանակը մենք ունենալու ենք մեր ժողովրդի հետ հունիսի 7-ին։ Սենց։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, ձեզ լավ օր։ Շնորհակալություն Ալիկ։